Հայաստանում լույս է տեսել պատմական գիտությունների թեկնածու Հայկ Դեմոյանի Թիֆլիս հայկական ժառանգության պատկերազարդ պատմություն հատորը։ Այն տպագրվել է Ներսիսյան դպրոցի 200-ամյա հոբելյանի առթիվ եւ յուրօրինակ հարգանքի տուրք է հայ-վրացական դարավոր համակեցությանն ու բարեկամությանը։ Նոյեմբերի 6-ին Երևանում կայացավ գրքի շնորհանդեսը։ Մասն եմ ուղղակի այստեղ բերել լուսանկարների, բացիկների, իրեղենների, ֆանտաստիկ է, որ ես կարողացա նույնիսկ հայ ծխախոտագործերի տուփերը մետաղյալ հավաքել, ռուսական աճուրդներ, ֆրանսիական աճուրդներ, ամերիկյան աճուրդներ, հնավաճառներ, որոնք կարելի ասել շաբաթը 2-3 անգամ, եթե մեր կայանատեղու մեքենայի կամերաները հանեն վերջի 5 տարվա ընթացքում, կարելի լավ մեծ ֆիլմ ստանալ, միայն թե չմեղադրել, որ ես զբաղվել եմ բոլորովին այլ բաներով, այդ հավաքչական աշխատանքը իր արդյունքը տվեց, հավաքվել է բացառիկ նյութ, որը հիմք կարող է հանդիսանալ բացառիկ թանգարանային ցուցադրություն, մշտական թանգարանային ցուցադրություն կազմակերպելու համար։ Մոտ 300 ներկաներին հատորի հեղինակը Հայոց ցեղասպանության ինստիտուտ թանգարանի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը ներկայացրեց 5 տարվա իր աշխատանքի արդյունքում ծնված գրքի մասին։ Անհավանական, երբեմն էլ անսպասելի տեղերից հաջողվել է մեկտեղել շուրջ 3000 թանգարանային նմուշների, անձնական հավաքածուների, բացառիկ լուսանկարների, փաստաթղթերի, ձեռագրերի, գեղանկարների, փորագրանկարների պատկերներ, որոնք հատորը դարձնում են բացառիկ գրահրատարակչական միավոր, ներկայացրեց գրքի հեղինակը։ Ներսիսյան վարժարանի շենքն է, կարող կռայլ որ շենքին է նման։ Երևան պետական համալսարանն է հետնամասից։ Եվ բազրիկներն էլ, եթե Երևան պետական համալսարանի 3-րդ հարկում նույն բազրիկներն են օգտագործել, այսինքն ճարտարապետները, սա էր մեր համալսարանը։ Մեր համալսարանը, որը Մանտաշյանի, Մանտաշևի, որի սրահում ենք մենք հիմա գտնում է պատահական չի ընտրությունը, այս լուսանկարը նոր է օծվել, երևում է Թարմ շենքը 1912 թվականին բացվեց, ցավոք սրտի Ալեքսանդր Մանտաշևը մահացավ, չկարողացավ սա տեսնել, բայց տղան եւ կահույքը, եւ կահավորումը սենյակների իրենք մինչեւ վերջ պահեցին, վերջին զանգը 24 թվականին Լունաչարսկին եկավ, նշեցին 100-ամյակը, գիրքը տպվել է 200-ամյակի առիթով։ Դեմոյանը 864 էջից եւ 13 գլուխներից բաղկացած գրքում անդրադարձել է Թիֆլիսի հայկական հետքերի բոլոր դրվագների։ Գրքի շնորհանդեսը դեկտեմբերի 12-ին կայացավ նաեւ Վրաստանի ազգային գրադարանի մեծ սրահում։ Վրաստանում Թիֆլիս գրքի շնորհանդեսին մասնակցում էին եւ վրացիներ եւ հայեր, որոնք հետաքրքրությամբ բացահայտեցին Թիֆլիսում հայկական հետքերը, արձանագրելով երկու երկրների դարավոր բարեկամությունը։ Հավելենք, որ Հայկ Դեմոյանի հեղինակած 3.5 կիլոգրամանոց փաստական հատորը կարելի է ձեռք բերել Բուկինիստից եւ այլ գրախանութներից։